Սիրելիներ, այսօրվա պատգամը վերնագրել եմ այսպես. վստահել, երբ հող չկա ոտքերիդ տակ։ Երբ հողը ոտքերիդ տակից գնում է, երբ դու ունես դժվարություններ, փորձություններ, ու պիտի դրա հետ վստահես։ Այս ամբողջ պատմությունը, որ ձեզ համար պիտի ընթերցեմ, կարծես թե այդ ամբողջն է, որ պիտի ներկայացնի։ Եկեք ուշադրությամբ լսենք Տիրոջ խոսքը, որ պիտի ընթերցեմ Մարկոսի ավետարան 4 գլխի 35-ից 41 համարներում։ Այդ օրը իրիկնադեմին Հիսուսն աշակերտներին ասաց. եկեք մյուս կողմն անցնենք, եւ ժողովրդին թողեցին ու նրան, որ նավի վրա էր վերցնելով հեռացան։ Նրանց ուրիշ նավակներ էին հետևում։ Ուժեղ փոթորիկ եղավ եւ ալիքները նավի մեջ էին թափում, նավը գրեթե ջրով էր լցվել։ Հիսուսը նավի հետևի մասում բարձի վրա քնած էր։ Նրան արդարացին ու ասացին. «Վարդապետ, քեզ հոգ չէ, որ կորչում ենք»։ Նա արթնանալով քամուն սաստեց ու լճին ասաց. «Լռիր, հանդարտվիր», եւ քամին դադարեց ու կատարյալ խաղաղություն տիրեց։ Եվ նրանց ասաց. «Ինչու եք այդքան վախկոտ, ինչու հավատ չունեք»։ Նրանք սաստիկ վախեցան ու իրար մեջ ասում էին. «Ո՞վ է արդյոք սա, որ եւ քամին եւ լիճը հնազանդվում են սրան»։ Ամեն Աստծո խոսքի։ Կյանքում կան պահեր, երբ մարդը կորցնում է վերահսկողության զգացումը։ Ապագան անորոշ է, իրավիճակները վտանգավոր են եւ թվում է հող չկա ոտքերի տակ, հողը փախնում է ոտքերի տակից։ Հենց այսպիսի իրավիճակի նկարագրությունը տեսանք Մարկոսի այս ավետարանի այս փոքրիկ հատվածում։ Այս պատմությունը իրենից 3 կարևոր իրականություն է բացահայտում։ Սրանց անունները պիտի տամ, բայց ավելի խորը պիտի գնանք։ Աստված երբեմն մեզ տանում է դեպի փորձություն։ Աստծո լռությունը հաճախ փորձություն է հավատքի համար, եւ Քրիստոսի իշխանությունը մեծ է ամեն փոթորիկից։ Այս հատվածը ոչ միայն պատմություն է, միայն պատմություն իմանալու համար, այլ աշակերտություն է, այլ սովորեցնող է մեզ, սիրելիներ, այլ ապրեցնող է հավատքի կյանքի ճամփորդության մեջ։ Մինչ այս հատվածը Հիսուս ամբողջ օրը ուսուցանում էր ժողովրդի բազմությանը եւ ինչ էր ուսուցանում Աստծո թագավորության առակներով։ Եվ երբ օրը վերջանում է, նա ասում է. անցնենք այն կողմը։ Այսպիսով սկսվում է մի ճանապարհորդություն, որը դառնում է հավատքի փորձություն։ Սիրելիներ, Հիսուսի առաջնորդությունը դեպի փորձություն։ Այդ օրը երեկոյան ասաց նրանց. անցնենք այն կողմը։ Ճանապարհը սկսվում է Հիսուսի խոսքից։ Աշակերտները նավ նստեցին ոչ թե իրենց որոշմամբ, այլ Հիսուսի հրամանով։ Ինչու եմ այսպես առանձնահատուկ շեշտադրություններով խոսքս կազմում, որպեսզի հասկանանք, սիրելիներ, որ աշակերտները իրենք իրենցով չելան եւ նավը չնստեցին գնալու, այլ հրահանգ կար մտնենք նավը գնալու։ Այս ամենը տեսնելով կարևոր ճշմարտություն կա։ Աստծո կամքի մեջ լինելը չի նշանակում փորձություններից ազատ լինել։ Երբ Աստված ասեց նավը մտնենք ու գնանք, չէր նշանակում, որ նավը պիտի խաղաղ ու հանգիստ ընթացք ունենար։ Եվ առջևը սկսվում է փոթորիկը։ Շատ հավատացյալներ այսպես են մտածում. եթե Աստծուն եմ ծառայում, եթե հնազանդ եմ, եթե ճիշտ եմ ապրում, ապա կյանքը պիտի հեշտ լինի իմ համար։ Եվ կարծես թե հացի վրա քսած յուղի պես ամեն ինչ պիտի կարգի մեջ ընթանա։ Այսպես, այո, շատերը կան։ Եվ գիտեք, շատերը անգամ այս ճամփորդության մեջ հուսահատվել են, հեռացել են։ Նրանց հենց այո բուն պատկերացումը սա է եղել. եթե ես ծառայեմ Աստծուն, եթե ես հնազանդ լինեմ, եթե ճիշտ ապրեմ, ուրեմն վերջ։ Իմ կյանքս միայն ու միայն պիտի փտտի, ես պիտի աճեմ, ես պիտի ունենամ, եւ ունենալն էլ ինչ, ոչ թե հոգեվոր կարողություններ ու օրհնություններ, այլ
գրպանի պարունակություններ, ինչ որ այլ հաջողություններ։ Մի օր մի երիտասարդ եկեղեցու դուռը բացեց, ներս մտավ, ասաց բարև ձեզ, սա եկեղեցի, ասացի այո, դեռ սպիտակում, որտեղ որ եկեղեցին փողոցի վրա է, ասաց մի բան պիտի խնդրեմ ձեզ, ասի ինչ ա եղել, կարող ենք աղոթել ինձ համար, ես էլ կարծեցի թե շատ կարևոր բան կա իր սրտի մեջ, ասի ինչ ա պատահել, ինչի համար ես ուզում որ աղոթենք, հեչ ասեց գնում եմ քննության, ասի մի հատ մտնեմ իմ համար աղոթեք, որ գնամ լավ ստանամ, եթե չես սովորել ինչը պիտի լավ ստանաս։ Սիրելիներ, մենք Աստծուն հավատալու համար այնքան բաներ ենք առջև դնում, հավատամ որ սա լինի, հավատամ նա լինի, հավատամ նա լինի, չգիտես ինչի կարծես թե մեր հավատքը կապում ենք, որպեսզի ամեն ինչ հանդարտ ու ճոխ լինի, ճոխ։ Բայց եկեք տեսեք աշակերտները իրենց ուսուցչի հետ ուր են մտնում են փոթորկի մեջ։ Մտնում են միտեղ, որտեղ ասվում է, պատմվում է, որ այնքան ուժեղ էր նավի վրա եկող ալիքները, որ նավն են լցնում եւ ուր որ է կարող էր խորտակվել այդ նավը եւ բնականաբար խորտակվելը իրենից ենթադրում էր, որ ոչ մեկը չէր փրկվելու, որքան էլ լավ լողորդներ լինեին կամ էլ մեջի ժողովուրդը ձկնորսներ էին մեծամասամբ եւ գիտեք անգամ լավ ունակություններ ունեին նավը կառավարելու Եվ հիմա սրանք այս փոթորիկի առաջ պարտված ձևով բղավում են։ Հիսուսը նրանց ուղարկում է ծով, ուղարկում է ներս, ուղարկում է դեպի փոթորիկ։ Աստված հաճախ առաջնորդում է դեպի հավատքի դպրոց մեզ։ Աստված ոչ միայն առաջնորդում է դեպի օրհնություն, այլ նաև այնպիսի տեղ, որտեղ պիտի մեր հոգևոր ձևավորումը լինի։ Փորձությունները հավատքի թշնամին չեն, դրանք հավատքի մարզումներ են սիրելիներ, հավատքի մարզումներ, շատ անգամներ մենք մարդկայնորեն խուսափում ենք փորձություններից, միայն ինձ չհասնի դրանք, միայն իմ դուրս չգան դրանք, միայն իմ առջևս չչոքեն այդ դժվարություններն ու փորձությունները, որովհետև ես Տիրոջն եմ հավատում, բայց Եթե ուզում ես ամուր հավատք ու մարզված հավատք ունենալ, փորձությունները պիտի որ գան սիրելիներ։ Փոթորիկը, այդ ժամանակի փոթորիկը աշակերտների վախը դարձավ։ Ասում եմ մեծ փոթորիկ դարձավ եւ ալիքները լցվում էին նավի մեջ։ Գալիլեայի ծովը այո այդպիսով հայտնի էր, հանկարծակի փոթորիկներ ունենալով։ Որովհետև սառը օդը լեռներից արագ իջնում էր դեպի ջուրը եւ ստեղծում ուժեղ քամիներ։ Բայց այստեղ կա ավելի խոր հոգևոր իրականություն սիրելիներ։ Փոթորիկները հաճախ գալիս են անսպասելի։ Երբեք մենք չենք կարող սպասել, թե երբ մեր վրա փորձություն կգա։ Երբ փոթորիկ կլինի։ Կյանքում շատ փորձություններ են գալիս հանկարծ։ Հիվանդություն, տնտեսական խնդիր, ընտանիքի ճգնաժամ, ծառայության դժվարություններ։ Եվ այդ ժամանակ մարդը զգում է, որ կորցնում է իր վերահսկողությունը։ Զգում է, որ իսկապես վախենալու են այդ ամեն ինչը։ Որպես հոգևոր հովիվ, որպես երկարամյա հավատքի կյանքի մեջ եղող, իմ կյանքում էլ այդպիսի պահ ու դրվագ եղավ։ 1.5 տարի առաջ իմ կյանքի մեջ մեծ փոթորիկ սկսվեց։ Եվ մորս հիվանդությունը առաջ եկավ եւ անկողնային դարձավ եւ ես կարծում եմ թե իմ հավատքը ինձ այս ամեն ինչից հեռու պիտի պահեր։ Երբ որ այս դժվարություններին ես առերեսվում, այս փոթորիկին ես առերեսվում, եւ մանավանդ մի քիչ էլ մարդկային բաներ ես մտածում, հիմա մի հատ բժշկի կգնամ, հիմա մի հատ ավելի լավ մասնագետի կգտնեմ, հիմա մի հատ ավելի լավ դեղ կգտնեմ, բայց տեսնում ես որ դրանք ոչ մեկը ոչ մի բանի օգուտ չեն բերում։ Գիտեք, փոթորիկ ավելի է նավիթ մեջ լցվում։ Փոթորիկ ավելի է սկսում մարմինդ վախի տանել։ Կորցնելու վախը, տառապելու վախը, ցավի վախը եւ այդտեղ դպրոց իր դուռը բացում է։ Աստծո սովորեցնելու դպրոց իր դուռը բացում է, ցույց տալով, որ
այս փոթորիկները կարևոր են, որպեսզի քո հավատքը զորանա։ Փոթորիկը նաև բացահայտում է մարդու սահմանափակությունը։ Գիտես, մտածում ես, որ ամեն ինչ կարաս անես, լավ աղոթքի կյանք ունես, երկարամյա հավատքի ճամփորդություն ունես, այն ունես, ինչա պետք, որ մի հատ խնդրես ու չլինի։ Մեկ էլ տեսնում ես, որ դու սահմանափակ ես։ Մեկ էլ տեսնում ես, որ դու ուժ չունես, որ Աստծո խոսքը մեզ ոնց է նկարագրում, փոշու հատիկի նման ես։ Հետաքրքիր է, այս պատմության մեջ էլ աշակերտները մի մասը փորձառու ձկնորսներ էին, բայց այս փոթորիկը նույնիսկ նրանց վախեցրեց։ Սա ցույց է տալիս մի կարևոր ճշմարտություն, սիրելիներ։ Մարդու փորձը սահմանափակ է, բայց Աստծո իշխանությունը անսահման է, սիրելիներ, անսահման։ Ուրեմն մենք տեսնում ենք, թե նավակի ետնամասում մի հրաշալի տեսարան կա։ Հիսուս քնած էր, լուր Հիսուսը կար։ Նա նավի հետնամասում քնած էր բարձի վրա։ Այս հատվածի ամենախոր ու ամենադժվար պահերից մեկն է, փոթորիկ կա, նավը լցվում է ջրով, իսկ Հիսուսը քնած է։ Մարդկայնորեն եթե դատելու լինենք, չենք դատի ավելի շատ խոսքերով, այլ կբռնենք կծեծենք, թե եկու վեճը չի, որ մենք խեղդվում ենք, այդ ընաշեն։ Բայց Աստծո լռությունը նաև նորից հավատքի փորձություն է, սիրելիներ։ Աշակերտները գալիս են եւ ասում, վարդապետ, միթե քեզ համար կարևոր չէ, որ կորչում ենք։ Սա մարդկային սրտի բնական արձագանքն է, սիրելիներ։ Այդպես էլ պիտի լինի։ Ով նրանց նավ մցրեց, ինքը Հիսուս, ով նրանց ասեց գնանք այն ափը, Հիսուս, բնականաբար մեր կյանքի պատասխանատուն ով է, դու ես եղբայրն չես քնել։ Վեր է, կորչում ենք։ Երբ թվում է, որ Աստված լուր է, մենք սկսում ենք մտածել, ուրեմն Աստված մեզ մոռացել է, Աստված չի հետաքրքրվում մեր կյանքերով, ավելին Աստված հեռու է գնացել մեզանից, բայց սիրելիներ, իրականում լռությունը չի նշանակում բացակայություն։ Լռությունը նշանակում է հələ մի քիչ սպասի, հələ մի քիչ սպասի։ Ինչու, որովհետև դեռ սովորելու բան ունես։ Ինչու, որովհետև դեռ ավելին տեսնելու բան ունես։ Հիսուսի քունը ցույց է տալիս կատարյալ վստահություն։ Կատարյալ վստահություն։ Ոչ թե իր ուժերի վրա, այլ իր հոր վրա։ Նա իր հոր վրա էր իր վստահությունը դրած։ Հիսուս գիտեր, որ հայրը վերահսկում է ամեն ինչ։ Եվ երկրորդը գիտեր, որ դեռ իր առաքելությունը չի ավարտվել։ Ու ոչ մի փոթորիկ չի կարող կանգնեցնել Աստծո ծրագիրը։ Սա կատարյալ վստահության օրինակ է, սիրելիներ։ Հիսուս երբ քնած էր, դա չի նշանակում, թե անհոգ էր, դա չի նշանակում, թե չէր ուզում մեզ օգնել կամ իր նավակի մեջ եղողներին օգներ, այլ քնած էր, որովհետև վստահ էր, որ հայրը հսկում է ամեն բանի վրա։ Սիրելիներ, երբ մեր կյանքում դժվարություններ կան, երբ իսկապես տեսնում ենք, որ մեր ոտքի տակից հողը փախնում է, մենք ոչ թե պիտի վազվզենք սրա ու նրա հագուստներից բռնվենք կամ ձեռքերից, այլ հիշենք, որ մեր հայրը ամենակարող է։ Այդ ամենակարողությունը ինչպես պիտի բացատրեր, ասում է ելավ, կանգնեց եւ ինչ արեց, ասեց ես էլ եմ ձեր նման վախենում, տղեկ, չէ, կանգնեց ու իր իշխանությունը ցույց տվեց քաոսի վրա, ինչպես երկինքն ու երկիրը արարելու ժամանակ Հիսուս խոսում է քամուն ու ծովին եւ անմիջապես փոթորիկը դադարում է։ Ու հենց այս հրաշքը ցույց է տալիս նրա աստվածային իշխանությունը, սիրելիներ։ Հին կտակարանում միայն Աստված էր իշխում ծովի վրա, գիշեք, եթե ծննդոց առաջի գլուխ, առաջի համարները կարդանք։ Ծովը հաճախ խորհրդանշում է քաոս եւ անկարգություն։ Ու այստեղ Հիսուսը ցույց է տալիս, որ նա
Տերն է ստեղծագործության վրա, Տերն է, նրա խոսքը կանգնեցնում է քամին, այս պարագայում քամին սիրելիներ, այս պատմության մեջ քամին ու փոթորիկը, բայց իմ ու քո կյանքի համար գլուխ բարձրացած փորձությունների ու նեղությունների կանգնեցնողն ու հաղթողը Տերն է, ուրեմն մեզ ինչ է Տերը սովորեցնում, որ երբ որ դու ինձ հավատում ես, չի նշանակում, թե փոթորիկներ պիտի չլինեն, չի նշանակում, թե փորձություններ պիտի չգան, բայց մի բան հիշիր, որ ես եմ դրանց վրա իշխանություն ունեցողը, ես եմ, սիրելի եկեղեցի, Հիսուս իր աշակերտներին հանդիմանություն է տալիս, եկեք մենք ոչ միայն աշակերտներին նայենք, որ հանդիմանվում են, այլ նաև մեր սրտերը թող հանդիմանվեն, Հիսուսը հարց է տալիս իր աշակերտներին, 40-րդ համարի մեջ, ինչու եք վախկոտ, դեռ հավատ չունեք, շատ հետաքրքիր, շատ տրամաբանական հարց է տալիս, ինչ էին անում մի քիչ առաջ Հիսուսի հետ եղողները, արքայության առակներն էին սովորեցնում մարդկանց, ինչ էին անում մի քիչ առաջ, քայլում էին Հիսուսի հետ, որը որ ամեն տեղ անցնելով մարդկանց բժշկում էր, դիվահարներին դևերից ազատում էր, ու այս հեղինակությունը նորից մոռացած, նորից անտեսած վախկոտի պես կուչուրվել էին նավի հետևի մասում, հետաքրքիր է, որ Հիսուսը նախ հանդարտեցնում է փոթորիկը և հետո խոսում նրանց հավատքի մասին, սիրելիներ, խնդիրը միայն քամին չէր, խնդիրը վստահությունն էր, վախը հաճախ գալիս է Աստծուն չհասկանալուց, երբ որ չես հասկանում, թե Աստված ինչ է քո հետ ուզում անել, վախ է մեջդ առաջանում, երբ մենք չենք տեսնում ամբողջ պատկերը, վախենում ենք, բայց հավատը նշանակում է վստահել նույնիսկ այն ժամանակ, երբ ամբողջ պատկերը չենք տեսնում, սա հավատքի սահմանումն է, երբ որ ասում է Եբրայեցիների նամակի մեջ, որ հավատքը չերևացող բաների հաստատությունն է, հենց այս է նշանակում, որ հավատքը այդ չերևացող պատկերը, որ շատ խավար ենք տեսնում այդ պատկերը, բայց հավատում ենք դրան, հավատը նաև վստահություն է Քրիստոսի ներկայության վրա, աշակերտները այնքան էին տարվել իրանց հոգսով, վախով, որ մոռացել են մի կարևոր բան, որ Հիսուս նավում էր նրանց հետ, հենց որ վախը արդեն սարսափելի դարձավ, նոր հիշեցին, որ վայ, այս մարդը ստե քնած ալ, իրան զարթնացնենք, ինքն էր չէ մեզ ասում գնանք, եթե քո կյանքում Քրիստոսը քո նավում է, ապա դու չես կորչի սիրելիս, չես կորչի, մարդիկ իրար այս անելուց հետո հարցում տվին, շատ կարևոր ու խոր հարցում է, ով է սա, հլը տեսեք է, հետը քայլում են, աշակերտ են, ուտում, խմում, նստում և վեր կենում, ինչ ասես տեսնում են, նորից հետ են դարել իրար երեսի, ասում են, ով է սա ինչ է նշանակում, ով է սա, որ քամին ու ծովը հնազանդվում է նրան, սա սիրելիներ, այս ամբողջ պատմության կարևոր կենտրոնական հարցն է, գիտեք, աշակերտները հասկանում են, որ իրենց հետ պարզապես իրենց պատկերացած ուսուցիչը չէ, նա, ով իշխում է բնության վրա, նա այն Տերն է, որ երկինքն ու երկիրը ստեղծեց, երբ որ իրար հարց են տալիս, սա նշանակում է, թե ամբողջությամբ չեն ճանաչում, ամբողջությամբ ճանաչելու համար պիտի ավելին նայես սիրելիս, այս պատմությունը, այս ամբողջ գեղեցիկ նկարագրված պատմությունը մեզ առաջնորդում է մեկ եզրակացություն ունենալու, գոնե հիմա, Հիսուսը Աստծո իշխանությամբ գործող փրկիչն է,
Ուրեմն որպեսզի մեզ համար մի քանի գլխավոր ճշմարտություններ ունենանք, սրանք պիտի հիշենք սիրելիներ։ Աստծո կամքի մեջ լինելը չի ազատում փոթորիկներից։ Հնազանդությունը երբեմն մեզ տանում է հենց դեպի փորձություն։ Աստծո լռությունը չի նշանակում Աստծո բացակայություն։ Նա միշտ ներկա է, նույնիսկ երբ չի խոսում։ Քնած է։ Քրիստոսի իշխանությունը մեծ է յուրաքանչյուր փոթորիկից, իմ ու քո ունեցած դժվարությունից։ Ոչ մի իրավիճակ նրա վերահսկողությունից դուրս չի սիրելիս։ Ամեն բան ինքը հսկում է, թեկուզ քնած։ Փորձությունները բացահայտում են այ մեր հավատքի իրավիճակը։ Փորձությունները մեզ են բացում, ով ենք մենք։ Փոթորիկները ցույց են տալիս, մենք իսկապես ում ենք վստահում։ Եվ ուրեմն եթե այս ամենը կա, կիրառություն է պետք մեր կյանքի մեջ, գործնական քայլ է պետք մեր կյանքի մեջ։ Երբ կյանքում փոթորիկ է, խնդրում եմ ձեզ, հիշիր, Աստված վերահսկում է իրավիճակը։ Երբ աղոթքդ կարծես անպատասխան է, հիշիր, Աստված դեռ նավում է քեզ հետ։ Երբ թվում է, որ կորցրել ես վերահսկողությունը, հողը ոտի տակից գնում է, հիշիր, Քրիստոսը դեռ իշխանություն ունի եւ ասելիք ունի։ Ուրեմն, որպեսզի ավարտեմ ու եզրակացություն անեմ։ Այս պատմությունը կարևոր դաս է սիրելիներ։ Հավատը չի նշանակում, որ կյանքում փոթորիկներ չեն լինի։ Հավատը նշանակում է վստահել Քրիստոսին, նույնիսկ այն ժամանակ, երբ քամին ուժեղ է, ալիքները բարձր են եւ հող չկա ոտքերի տակ գնացել է, քանի դեռ Քրիստոսը նավում է, մենք ապահով ենք նրա ձեռքերում։ Թող Տերը օրհնի իմ եւ քո կյանքը եւ ապահով դարձնի Տիրոջ ձեռքերի մեջ։ Տերը թող ամեն մեկիս կյանքի համար ուշադրություն անի եւ նորոգություն տա մեզ։